Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակն աղմկոտ էր։ Երկու ընդդիմադիր ուժ մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ։ Առաջինը ԿԸՀ եկան ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեց, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել երեկոյան ու անվավեր համարել 2 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Կրկնընտրություն նույն տեղամասերի համար չի նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել։ Ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո։ Վարդևանյանը եկավ, ներկայացրեց դիմումը ԿԸՀ-ին և հեռացավ։ Քիչ անց այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացրին։ Ավելի ուշ ԲՀԿ համախոհներն ու աջակիցները եկան։ Սուրեն Սուրենյանցի խոսքով իշխանությունը փորձում է դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից։ Գիտեք, ինչ-որ կարմիր գծեր կա, որոնք պետությունը վերածում է ավազակապետության։ Եվ մենք մտադիր չենք իրավական բեսպրիձելը հանդուրժելու։ Պայքարելու ենք մեր յուրաքանչյուր քվեի համար, հայտարարում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ԲՀԿ-ականները։ Այս մասին նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր գրառում արել։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության։ Ուշ երեկոյան գաղթագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին 2 տեղամասերում անցկացված ընտրությունները առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը։ Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ չեն չեղարկվել այն տեղամասի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ակցիաներն ավարտելուց հետո ԿԸՀ-ն հայտնեց 12 կոտորակ 13 ընտրատեղամասում ևս անվավեր են ճանաչվել արդյունքները։ Խայտառակ խախտումներ և ընտրության արդյունքներին խանգարող վիճակ էր ստեղծվել բազմաթիվ ընտրատեղամասերում, ահազանգում են քաղաքական ուժերը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։